Ասում է, այսինքն, որ անկապ ինչ-որ գործարաններ է տվել, որոնք ոչ չի ասել է, դուք ստում եք, Ռոբերտ Քոչյանը նման բան չի ասել, Ռոբերտ Քոչյանը ասել է, ներողություն, Ռոբերտ Քոչյանը ասել է, որ այն գործարանը, որը տրվել է ռուսներին, դա 80-ականների վերջին է կառուցվել, չի հասցվել գործարկվել, ընդ որում Ռոբերտ Քոչյանը, թույլ տվեք ավարտեմ, թույլ տվեք, բայց ես խոսում եմ ինչ եք մեջ որտեղ կերտիկ եք տարածում Ռոբերտ Քոչյանը դիմել է առաջին հերթին գերմանական Siemens-ին, որպեսզի այդ ձեռնարկությունը գործարկեն, Siemens-ից եկել է պատասխան, որ այն հաստոցներն հնարավոր, դրանք պիտանի չեն, դրանք ամբողջությամբ պիտի փոխվեն, Այսինքն նորը կառուցվեն, իրենց տեխնոլոգիաների համապատասխան միջոցներ պիտի բերվեն, իսկ դա մեծ ծախսեր է առաջացնում, ընդ որում նույն այդ գործարանը, որը պարոն նախագահ մի քանի տասնյակ միլիոն պարտքի դիմաց տվեց, գործարանի աշխատակազմը ցանկացել է, կարծեմ 4 թե 5 միլիոն դոլարով գնել, եւ այդպիսի գործարքը կասեցվել է, որպեսզի դա տեղի չունենա, այսինքն բանը, որը 4-5 միլիոն դոլարով ուզում էին թալանել, պետությունը վերահսկողությունը հաստատել եւ լինելով պատասխանատու պետություն, պարտքը վերջը պետք է տրվի, չէ՞։ Դա փոխանցվել է Ռուսաստանին։ Շատ նորմալ է այդ գործանը Հայաստանում է, ֆիզիկապես որը մեկը չի տարել։ Դուք ուզում եք ասեք, որ քույքը բարգի դիմաց լավ բան է։ Իհարկե լավ ծրագիր է։ Այսինքն, եթե տեսակետ չեն, բայց ես այն գարձիկ ունեմ, բայցից հետո միշտ վատ բաներ են սկսում, եթե տեսակետ չեք վերջ, չէ, արտաբավորություն ունի, որ այդ Հայաստանի ներուժը դրվեց Ռուսաստան։